Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 10։ Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզանից վախենան։ Սաղմոս 130-րդ գլուխ 4-րդ խոսք։ Մեղքի մեջ խճճված հոգու համար միակ հանգստության ճանապարհը բացառապես Աստծուն դիմելն է։ Շատ բաներ թվում են որպես շեղող գործոններ, շատերն առաջարկվում են որպես դեղամիջոցներ, բայց հոգին հասկանում է, որ միայն Տերը կարող է բուժել այն։ Եվ մինչև մարդիկ չգիտակցեն մեղքի բնույթը, չթողնեն ամեն ինչ եւ անմիջապես չդիմեն Աստծուն, ապարդյուն է նրանց համար որևէ հանգստություն ակնկալելը։ Սուրբ Հոգին այս ընկճված հոգիներին նոր գիտակցություն է տալիս, թե որքան մեծ է իրենց կարիքը, որպեսզի նրանք անկեղծորեն դիմեն Աստծուն, հավատքով աղոթելով եւ աղաղակելով Նրան, եւ եթե նրանք սիրում են իրենց հոգիները եւ մտահոգ են Տիրոջ փառքով, ապա չպետք է անտեսեն այս պարտականությունը։ Ինչու է երբեմն լինում, որ այս հարցերը նրանց մոտ այդքան երկար անորոշ են մնում։ Միթե դա ծուլությունից ու հուսահատությունից չէ, որ նրանք բավարարվում են Աստծուն սովորական եւ ձևական խնդրանքներով մոտենալ։ Ուրեմն վեր կենանք եւ գործի անցնենք։ Մենք պետք է դա անենք, քանզի դա է ճիշտ եւ անվտանգ ճանապարհը։ Մենք պետք է խոնարհվենք Աստծո առաջ, անկեղծորեն գիտակցելով մեր մեղավոր վիճակը։ Մենք պետք է ընդունենք մեր մեղավորությունը։ Մենք չենք կարող ինքներս մեզ արդարացնել կամ ասել, թե մեղավոր չենք։ Մեզ համար անասելի մխիթարություն է, որ հենց նրա մոտ է թողությունը, որովհետև հենց դա է, ինչ մեզ պետք է։ Հիսուս Քրիստոսն է, որ վճարեց մեզ համար փրկագինը։ Նա մեր հավերժական պաշտպանն է, եւ նրա միջոցով մենք հույս ունենք ներում ստանալ։ Բայց քեզ մոտ է թողությունը, որ քեզանից վախենան։ Աստծո երկյուղը հաճախ նշանակում է Աստծուն ամբողջությամբ պաշտելը, եւ մեղավորների համար միակ խրախուսանքն ու հույսը այն է, որ միայն Տիրոջ մոտ է թողությունը։